ըստ խնդրի Ռուբենն ընտրում է խորանարդի գագաթներից մեկը։ Մենք իրավունք ունենք թղթի վրա գրել 3 հարց, որոնց պատասխանն է այո կամ ոչ, եւ փոխանցել թերթիկը Ռուբենին։ Այնուհետև նա պատասխանում է այդ հարցերին եւ պահանջվում է գտնել, թե ինչպիսի 3 հարց տալու դեպքում մենք միարժեքորեն կարող ենք որոշել Ռուբենի մտապահած գագաթը։ Այսպիսի խնդիր ունեցել ենք նախորդ տնայինում, որի լուծումը կարող եք տեսնել վերևի աջ անկյան հղումով, եւ այնտեղ նույնիսկ քննարկվել է հետեւյալ իրավիճակի լուծումը, որովհետեւ մեր ասված հարցերը այդ լուծման մեջ բավարարում էին նաև այս պայմանին։ Հիմա առաջարկում եմ եւս մեկ հարցերի եռյակ դիտարկենք, որը իհարկե նման է նախորդին, սակայն մի քիչ այլ կերպ է ձևակերպվում։ Տեսեք, գագաթները կարելի է ոչ թե տառերով, այլ ինչ-որ թվերով համարակալել, եւ ոչ միայն թվերով, այլ թվերի եռյակով կարելի է համարակալել։ Եվ ինչպես կարելի է ընտրել այդ եռյակը, կարող ենք ասել, որ A-ին համապատասխան, այսպես ասենք, կոդը թող լինի 3 հատ զրոները, B-ին համապատասխանը թող լինի 1 ու 2 հատ զրոները, C-ին համապատասխանը թող լինի օրինակ 1 1 զրոն, D-ին համապատասխանը թող լինի 0 1 1, չէ, այստեղ 0։ Շատ լավ, A1-ին համապատասխանողը թող լինի մեզ մոտ 0 0 1, B1-ին համապատասխանողը թող լինի մեզ մոտ 1 0 1, C1-ին համապատասխանողը մեզ մոտ թող լինի 1 1 1, իսկ D1-ին համապատասխանողը թող լինի այստեղ 0, ունենք 1 եւ ունենք 1։ Նկատենք, որ ոչ մի երկու կոդ, այսպես ասված, իրար չեն համապատասխանում եւ բոլոր կոդերից ունենք ընդամենը մի հատ։ Այլ կերպ ասած, եթե ծանոթ եք կոորդինատային հարթությունների հետ, երբ մենք ունենք այստեղ x, y առանցքներ, ու ինչ-որ ձև այստեղ նշաններ ենք տալիս, ու հետո կառուցում ենք կատարում, այստեղ նույնպես նմանատիպ բան ենք արել, ուղղակի ոչ թե երկչափ, այլ եռաչափ։ Մոտավոր մեր պատկերը հետևյալ տեսքով կարող եք պատկերացնել, ահա այսպես։ Եվ այստեղ ներքև է շարունակվում այս կողմ եւ դեպի հետ։ Այստեղ ունենք x, այս հատվածում թող լինի y, այստեղ թող լինի z-ը։ Ու հիմա եթե մենք խորանարդը փորձենք այստեղ պատկերել, 1, սա թող լինի 0 կոորդինատը, եւ սա նույնպես թող լինի 1 կոորդինատը, ինչպիսին կլինի մեր խորանարդը։ Այն կլինի հետևյալ կերպ։ Ահա։ Եվ այսպես կառուցելու դեպքում մեզ մոտ գագաթներից յուրաքանչյուրը կոնկրետ 1 կոորդինատ կունենա եւ կոորդինատները մեզ մոտ չեն կրկնվի հաստատ։ Ինքն մենք գագաթների համար, եթե կոորդինատներ հիմա փորձենք տալ, կստանանք այն, ինչ վերևում է ես պատկերել։ Այսինքն ամեն ինչ շատ ինտուիտիվ է, այնպես չէ, որ ինչ-որ բան ենք տարօրինակ հորինում, որը չենք կարողանում բացատրել, թե որտեղից է գալիս։ Տեսեք, որ օրինակ, ահա այս գագաթը մեզ մոտ 0 0-ն է։ 0 0 0 կոորդինատին համապատասխանող գագաթն է, որովհետև բոլոր 3 կոորդինատները 0 են մեզ մոտ։ Իսկ օրինակ այս գագաթը, եկեք այսպես առանձնացնենք, քանի որ անուններ չեմ տվել, ուղղակի այսպես գույնով նշենք։ Տեսեք, x-ը նրա 1 է, y-ը նրա 1 է, սակայն z-ը 0-ին է համապատասխանում, այսինքն նրան համապատասխանող կոորդինատը դա 1 1 0-ն է։ Այստեղ օրինակ սրա կոորդինատը մեզ մոտ կլինի։ Տեսեք, x-ը 0 է, y-ը 0 է, z-ը բայց 1 է, այսինքն 0 0 1-ն է նրան համապատասխանում։ Հետևաբար կարող ենք այսպես համարակալել։ Այսինքն ինչ արել եմ այստեղ, մոտավոր ինչ որ կետեր անելով, կարող եք դուք կոորդինատային հարթության մեջ պատկերելով յուրաքանչյուր գագաթի համապատասխանեցնեիք միարժեքորեն 1 կոորդինատ։ Հիմա սրանից հետո ինչ կարող ենք անել։ Դե տեսեք, որ յուրաքանչյուր կոորդինատ մեզ մոտ կամ 0 է, կամ 1 է։ Հետևաբար մենք կարող ենք այդ կոորդինատների վերաբերյալ մեր հարցերը ձևակերպել։ Առաջին հարցը կլինի առաջին կոորդինատը 1 է։ Ահա, այսպես հարցական նշանով։ Եվ դա արդեն ակնհայտ է, թե երկրորդ հարցը ինչպիսին պետք է լինի։ Երկրորդ հարցը կլինի նույնը, սակայն երկրորդ կոորդինատի վերաբերյալ։ Ահա։ Եվ դա ակնհայտ է, որ երրորդ հարցը նույնը կլինի, սակայն երրորդ կոորդինատի վերաբերյալ։
եւ արդեն սրանց պատասխաներով մենք միարժեքորեն կհասկանանք, թե մեզ մոտ որ գագաթն է մտապահել Ռուբենը, որովհետեւ հենց այսպես մենք տալիս ենք նրան այս խորանարդը, այսինքն ինչ որ խորանարդ է պատկերված, մենք Ռուբենը ընտրում է գագաթը, մենք վերցնում ենք այդ խորանարդը, պատկերում ենք այսպես կոորդինատային հարթության մեջ, կամ եթե չենք պատկերում, ուղղակի համարակալում ենք նրա գագաթները հետևյալ կերպ ու հետո սկսում ենք հարցեր տալ նրա կոորդինատների վերաբերյալ։ Դա կնհայտ առաջինը սա կլինի, երկրորդը սա կլինի, երրորդը սա նույնպես բացատրում ենք Ռուբենին ու այնուհետև սկսում ենք մեր հարցադրումը։ Հարցնում ենք, առաջին կոորդինատը 1 է, եթե պատասխանը լինի այո, մենք գիտենք, որ առաջինը 1 կլինի։ Այսինքն, եթե սա լինի, օրինակ այո, սա նույնպես լինի այո, իսկ սա լինի ոչ, կունենանք 1 կոորդինատով գագաթը եւ հետ են գալիս արդեն այստեղ ու փորձում ենք հասկանալ 110-ով որն է։ Դա օրինակ այս դեպքում 110-ով մեզ մոտ C գագաթն է։ Իսկ եթե դիտարկում ենք հետեւյալ իրավիճակում, x-ը պետք է 1 լինի, y-ը պետք է 1 լինի, z-ը 0 լինի։ Այսինքն հենց այս կարմիրով նշված գագաթն է, որ մեզ անհրաժեշտ էր։ Այսինքն երկու դեպքում էլ մենք կարողանում ենք հասկանալ, կամ վերում ենք կոորդինատային հարթության մեջ ենք պատկերում, կամ ուղղակի համարակալում ենք ինչ որ 1-երով եւ 0-ներով, այնպես որ ոչ մի կրկնություն չլինի։ Շատ լավ, եկեք ամփոփենք այս խնդրի լուծումը, չնայած շատ բան այստեղ չկար, այսպիսի լուծում մենք արդեն տվել էինք նախորդի վերաբերյալ, բայց մենք նիստերով էինք ամեն ինչ ասում ու նույնիսկ սկսել ենք այդ նիստերին վերաբերյալ ինչ որ կոդեր այդպես բանանել, պատկերել, երբ մենք ասում ենք դե ենթադրենք այոն մեզ մոտ 1 է, ոչը մեզ մոտ 0 է, ու այդպես սկսել ենք կոդավորել բոլոր գագաթները։ Այդտեղից կարող էր գալ միտքը, որ մենք կարող ենք ի սկզբանե գագաթները կոդավորել եւ նիստերի վերաբերյալ հարցեր չտալ։ Մենք կարող ենք հարցեր տալ համապատասխան դիրքի կոորդինատի այդ կոդի համար։ Եվ այս կոդավորման միտքն էլ ինքը այնքան էլ արհեստական չէ, այն գալիս է նրանից, որ մենք օրինակ մեր խորանարդը կարող ենք այսպիսի տարածության մեջ պատկերել ու ունենալ համապատասխան կոորդինատներ։ Ու դրանից ելնելով արդեն կարող ենք հասկանալ գագաթները որն են։ Այսինքն ամեն ինչ գալիս է նրան, որ մենք ինչ որ ձև գագաթները միաժակորեն պատկերում ենք, դա լինի կոորդինատներով, դա լինի այսպես կոդերով կամ ցանկացած այլ կերպ։ Ու այնուհետև սկսում ենք համապատասխան կոորդինատների վերաբերյալ հարցեր տալ։ Առաջինը 1 է, երկրորդը 1 է, երրորդը 1 է։ Ու արդեն պատասխանները ստանալուց հետո միաժակորեն հասկանում ենք, թե որն է։ Բայց իհարկե, մինչև այս հարցերը տալը պետք է կատարել հետևյալ գործողությունները, նկարագրել մենք ինչ ենք անում, առաջին, երկրորդ, երրորդ կոորդինատները մեզ մոտ որոնք են, ու այնուհետև արդեն այդ ամենը բացատրելուց հետո Ռուբենին տալ հետևյալ հարցերը, ու դա արդեն կլինի այս խնդրի համար ամբողջական լուծում։ Այսինքն հետևյալ կտորը, որ ես նկարել եմ եւ բանավոր պատկերել եմ, լուծումներ ներկայացնելուց պետք է գրավոր ներկայացնել, թե ինչ է, այսինքն պատկերը անել եւ նկարագրել հերթով, թե մենք ինչ գործողություններ ենք սրա վրա արել։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։